Գումգափում Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկն է։ Այստեղ է գտնվում Պոլսո հայոց պատրիարքարանը եւ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցին։ Թաղամասը հիմնականում բնակեցված է Հայաստանից մեկնած եւ ժամանակավորապես այդ երկրում հաստատված հայերով։ Հայաստանից նկարահանող խումբ է եկել Ստամբուլ։ Թաղամասում մեր հայտնվելուց անմիջապես հետո այս լուրը արագությամբ տարածվեց այնտեղ։ Շուտով հավաքվեցին Հայաստանից տարբեր պատճառներով եւ տարբեր տարիներին Ստամբուլ մեկնած հայերը։ Ինչպիսին է վիճակը Հայաստանում, փոփոխություններ կան թե ոչ, նոր աշխատատեղեր գործարկվել են, նման հարցեր էին ուղղում մեզ, թե ինչու եւ ինչ պատճառներով են ստիպված եղել տեղափոխվել Թուրքիա, շատերը սկզբում պատմել եւ ներկայացնել չցանկացան։ Կարիքն է ստիպել, լռությունը խախտելով նշում է Նարինե Համբարյանը։ 13 տարի առաջ ամուսնու հետ տեղափոխվել են Թուրքիա, չնայած այն հանգամանքին, որ այստեղ աշխատանք ունեն եւ վարձատրությունից էլ դժգոհ են, նշում է, եթե Հայաստանում սոցիալական վիճակը բարելավի, 1 րոպե անգամ չի մնա Ստամբուլում։ Չէի ցանկանա տուն աշխատել, չէի ցանկանա որևիցե մեկի երեխային խնամել, կցանկանայի իմ աշխատանքս ունենալ եւ իմ երեխաներից սպայել։ Եվ այսօր իմ երեխաներս ամուսնացած են, աշխատանք չունեն իմ տղաս։ Ես կաշխատեմ, իմ ամուսնուս հետ մեկտեղ մենք կպահենք իրենց։ Թող Հայաստանը անչափ լավ եղնի, որ կարողանանք մենք բոլորս մեր հողի մեջ, մեր հայրենիքի մեջ կարողանանք այսչափ վաստակել, որքան այստեղ ենք վաստակում։ Աննա Գրիգորյանը 2 ամիս առաջ է տեղափոխվել Ստամբուլ։ Գումգափու թաղամասում զբաղվում է առևտրով։ Հայաստանում տիկին Աննային աշխատանք գտնել չի հաջողվել։ Օտար լեզուների եւ համակարգչի իմացությունը պարտադիր պայման են դարձել եւ աշխատանքի չեն ընդունում, դժգոհում է նա։ Բայց եթե Հայաստանում մեր տարիքի համար հենց հիմա էլ գործելնի, լրիվ երևի հետ կգնան։ Բայց ցավոք սրտի, քանի որ անգլերեն չգիտեմ, հավաքարարի համար անգլերեն են ուզում, աշխատելու համար, չգիտեմ, դիպլոմ են ուզում, բայց 25 տարեկան են ուզում, մինի յուբկա են ուզում, չգիտեմ ինչ են ուզում, այդ բոլորից հեռու մարդ ենք։ Եթե այդ բոլոր պայմանները լինի, մենք որտե աշխատենք։ Վաղ միս օր էլ կգա մեր տարիքը, թոշակ պետք է գնանք։ Եթե ստաժ չունենք, ո՞նց գնանք թոշակ։ Տիկին Աննային շուտով ընդհատում են հարևանները։ Շատ մի դժգոհ էր։ Իրավիճակը Հայաստանում շուտով կփոխվի։ Դու էլ, մենք էլ, բոլորս էլ մի օր կվերադառնանք, ասում է շուկայում կոշիկ վաճառող Համլետ Կիրակոսյանը։ Այստեղ էլ շատ դժվար է։ Չմտածեք, թե մեզ այստեղ գրկաբաց են ընդունել։ Դժվարություններ բոլոր տեղերում կան։ Կարող է հացիկով կհանեն։ Կարող է նե մարդ չկա։ Ամերիկը բան կամերը խաս կարա։ Էլի։ Ասում բան։ Իրանց կանայք աշխատեն, իրանք Կանայք մենակ չես կարնա։ Ուրիշ բան չէ, այլ եղնից աշխատի շինարարության վրա բանել, որ ված չէ։ Անահիտ Եղոյանը Հայաստանից ներկրված սննդամթերք է վաճառում։ Նրան թաղամասում ճանաչում են որպես հին ու լավագույն առևտրական։ 15 տարի առաջ տիկին Անահիտը վաճառել է Գյումրիում գտնվող իր բնակարանը եւ մեկնել Ստամբուլ։ 3 երեխաներին վաղուց չի տեսել, նրանք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Իրեն էլ են հրավիրել, սակայն չգնալու պատճառ ունի։ Ընտանիքով է, այդ ընտանիքս կամաց աղջիկս Ռուսաստան, տղաս Ռուսաստան, այն մի տղաս Ռուսաստան, ես մնացի այստեղ մենակ։ Ես չէի կարող գնալ, որովհետև գերեզման ունեմ սարքելու։ Տունը ծախեցի մեր երեխի համար, ինչի չէի ուզել։ Ես եք ուզեմ Հայաստանի հողի մեջ մեռնեմ։ 70 տարեկան եմ, փոքր չեմ։ Ի տարբերություն իր բախտակից գործընկերների տիկին Անահիտը Հայաստան վերադառնալ չի ցանկանում։ Գնամ ինչով զբաղվեմ, որ հասնեք Հայաստան պետական ցանկացած կառույցից հետաքրքրվեք։ Ասեք մի կին կա, 70 տարեկան է, որ գա Հայաստան, աշխատանքով կապահովեք, նշեց Անահիտ Եղոյանը։ Հələ մի հատ օր գնացի հարցրա։ Մի հատ կին կա, 70 տարեկան է, եթե կա այստեղ մի հատ գործ կտակ իրան։ Գիտես ինչքան գազետներ են տվել, թե չեն տվել, այստեղ ինձ կինոյի ժուրնալ են, կինոյին հանե։ Չիմա, ես տեղ արդեն 15 տարի մերել են թաղել եմ, ով որ մահացել է օգնել եմ, հարսանիքն եղել է օգնել եմ, փողի կարիք են ունեցել տվել եմ, ամեն ինչ արել եմ հանուն մեր հայությանը, բայց որ ես Երևանում եղնե, ես կարա, չէի կարա։ Թուրքիայում հաստատվող հայաստանցիների թիվը տարեց տարի ավելանում է։ Հայրենիքում առկա սոցիալ-տնտեսական վիճակը ստիպում է շատերին հաստատվել օտար երկրում։ Սակայն այս մարդիկ մեզ բարի ճանապարհ մաղթելով հույս էին հայտնում, որ մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա արդեն ոչ Թուրքիայում, այլ Հայաստանում, իրենց վերադարձից հետո։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Gala News, Ստամբուլ։